Այսօր Սուրբ Հոգին ինչ գործ է անում իրենների մեջ, ես պատկանում եմ միմիայն Տեր Հիսուսին, իմ ընտրությունը միմիայն Տերն է, իր խոսքը, ուրեմն ճշտեք ձեր մեր սիրելիներ, ինչպիսի գործ է անում Սուրբ Հոգին իրենների մեջ, ինչ հայտնություն կա։ Ես կարդում եմ սիրելիներ, առաջի թուղթ Պետրոս 5-րդ գլուխ 8 և 9 խոսքերը։ Արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանա, մռնչող առյուծի պես կպտտի ու կփնտրե, թե ով կլե, որու դեմ կեցեք հավատքով հաստատված, գիտնալով, որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն։ Ուրեմն Սուրբ Հոգին իր եկեղեցին տանում է, եթե դու ընդունում ես, որ դու Տիրոջ եկեղեցու անդամն ես, այդ մարմնի անդամն ես, ուրեմն Սուրբ Հոգին այս գործն է քո մեջ սկսել, որ քեզի հաստատում է Աստծո խոսքին հաստատ հավատալու մեջ։ Ես ընդունում եմ, որ բոլորս էլ հավատում ենք Աստծո խոսքին։ Բոլորս էլ հավատում ենք ավետարանին։ Ովքեր որ Աստծո խոսքին հաստատ են հավատում, կատարվում է առաջի թուղթ Հովհաննես 3-րդ գլուխ 9-րդ խոսք։ Ովքեր որ հաստատ են հավատում Աստծո խոստումներին, նրանց վրա կատարվում է առաջի թուղթ Հովհաննես 3-րդ գլուխ 9-րդ խոսք։ Ամեն ով որ Աստծուց մեծ ծնած է, մեղք չի գործեր։ Վասնզի անոր սերմը իր մեջ կմնա։ Հաստատ հավատացողների կյանքում իրանց սրտի մեջ սերմը, այդ խոսքը հաստատ է մնում, այ հաստատ կմնա։ Հաստատ կմնա, կասկած չկա։ Ու չի կրնար մեղք գործել, քանզի Աստծուց մեծ ծնած է։ Ուրեմն սիրելիներ, հաստատ հավատացողը ոչ թե իրան զսպում է, որ իր ձեռքը չերկարացնի մեղքի ցանկություններին, ինքը չի էլ կարող, ինքը ազատ է, սա է ազատությունը, որ չի կարող։ Սա ազատությունն է, որպես նորմալ մարդիկ էստեղ, սիրելիներ, ով է, որ իր ձեռքը երկարացնում է աղբանոցից իր որովայնը, իր ասովը կշտացնելու։ Եվ ի նկատի չունեմ սովորական աղբակույտերը։ Սուրբ Գիրքը ասում է, առաքյալը ասում է, որ ինչից զրկվեցա, աղտեղություն կսեպեմ։ Աղտեղություն գիտեք ինչ է։ Ասենք տունն էլ, որ մաքրում ես, տան աղբը, այդքան էլ ես իմ ինչ չի։ Բայց աղտեղությունը բոլոր տեսակի աղբակույտեր, էլ սատկած շուն, էլ սատկած մուկ ու կռիս, ինչ զիբիլ ասես կա մեջը։ Հիմա նորմալ մարդը չի կարող այդտեղից օգտվել, չի կարող, այս է ազատությունը։ Դու չես կարող։ Ոչ թե քեզ հազիվ զսպում ես, դու չես կարող։ Դու չես կարող փառավորվի ճշմարտությունը, ճանաչեք ճշմարտությունը։ Այս ճշմարտություններն են բժշկում եւ հիմա էլ բժշկություն են անում։ Եվ ումը չի կարողանում սատանան կուլ տալ։ Ով ոչ թե միայն հավատում է Աստծո խոսքին, այլ հաստատ է հավատում։ Սուրբ Գիրքն ասում է, որ նա մռնչող այռուցի պես, ինչ է դառը մռնչող այռուց։ Որովհետև իրան միայն հաստատ հավատացողները կարող են հակառակվել։ Հայերենում գրածա դեմ կեցեք, ռուսերենում գրածա պրատիվաստացիա, հակառակ կեցեք։ Միտքը նույնն է։ Ուրեմն ովքեր են կարողանում, երբ որ սատանան իր գայթակղություններն է բերում, երբ որ պրոբլեմներ, եսիմինչ վիճակներ են հայտնվում մարդի կյանքում, ովքեր են կարողանում հակառակ կենալ, դեմ դնել։ Ես չգիտեմ ում կյանքում քանի հատ պրոբլեմ կա, սիրելիներ։ Բայց ավետարանը ցույց է տալիս, որ մարդի կյանքում մի հատ պրոբլեմ կա։ Եթե այդ պրոբլեմը լուծվում է մարդի կյանքում, մնացած պրոբլեմները պրոբլեմ չեն։ Եթե մարդի կյանքում
100 հատ պրոբլեմ կա, ասենք երիտասարդներ եք, տարբեր անձնական հարցեր կան, ֆինանսական հարցեր կան, աշխատանքի հետ կապված հարցեր կան, ամուսնական խնդիրներ կան, ոմանք ամուսնացած են, երեխաների հետ կապված հարցեր կան, 1000 ու մի տեսակ պրոբլեմ գոյություն ունի, բայց պարզվում է, որ դու այդքան պրոբլեմ չունես, դու մի հատ պրոբլեմ ունես, եւ եթե այդ պրոբլեմը քո մեջ բժշկվի, մնացածը քո ոտքերի տակ են ընկնում, նրանք քեզ չեն կարող խեղճացնել, դու նրանց տրորելով գնում ես Հիսուսի գիրկը, եւ պրոբլեմը սա է, որի վրա մարդիկ ուշադրություն չեն դարձնում, որ դու Աստծո խոստումներին չես վստահում, Էսա պրոբլեմը, ուրիշ պրոբլեմ չունես դու, անգամ 2 հատ պրոբլեմ չկա, մի հատ է, դու չես վստահում Հիսուսին, որ ասել է ամեն օր քո հետ եմ, այդ չես վստահում, դա անգիր գիտես, բայց չես վստահում, դրա համար ես տրտնջում, դու չես վստահում, որ ինքը բարի հորիլն է, այդ գայլերն էլ, այդ պրոբլեմները ամեն մեկը մի գայլի նման ուզում է քեզի հոշոտել, Հիսուսն էլ ասում է չի կարող, եւ ապացույցը, որ ինքը իր կյանքը դրել է քո համար, ուզում ես առողջանալ, համաձայն եք, որ առաջ հոգևորը, մնացած պրոբլեմները խոնարհվելու են, սիրելիներ, մնացած պրոբլեմները փախչելու են քեզանից, որովհետև դու հակառակվելու ես նրանց, ասելու ես, որ ես Հիսուսի վրա չեմ կասկածում, ու փառավորելու ես նրան, եւ մռնչող այրուծի պես սատանան, որ դառել է մռնչող այրուծ, այսինքն ներվային վիճակի մեջ հայտնվել սատանան, ներվերը խախտվել է, մռնչող այրուծ, ում ներվերն է խախտվում, եթե մեկը քեզ հակառակվում է, անկախ քեզնից դու ներվայնանում ես, չէ՞, մի սատանան ինչա ներվայնած է, այն էլ ինչ աստիճանի, մռնչող այրուծ փնչեցնում է, չգիտեմ, ինչ ձեները հանում, ուրեմն հոգիներ կան, որ կարող է շատ բաներ չեն հասկանում, բայց Հիսուսի վրա չեն կասկածում, նրանք ասում են, ես պրոբլեմ չունեմ, ես Հիսուս ունեմ, փառք են տալի Տիրոջը։ Եթե բոլոր պրոբլեմները ծնվել են սատանայից, եթե այդ պրոբլեմների ղեկավարը, հայրը, ստության հայրը փախչում է, իր սարկած պրոբլեմներն էլ իր հետևից պիտի փախչելով գնան։ Սա ավետարանն է, սա ճշմարտությունն է, սիրելիներ, ճանաչեք ճշմարտությունը։ Մենք օդի մեջ չենք Աստծուն պաշտում, մենք հավատալով ենք Աստծուն պաշտում եւ հաստատ հավատալով։ Հաստատ հավատացողներն են դեմ դնում, այնքան ծեր տատիկներ ունենք, պապիկներ, որ նայում ես, որ ասես հավատքի իշխանա չի կարա բացատրի, որ ասես խոնարհություն իշխանա չի կարա բացատրի, բայց հավատքը հաստատ, այդ հաստատ հավատքով իր ընտանիքն էլ ապրում։ Իր հաստատ հավատքով ընտանիքի պրոբլեմները լուծվում է, կարծես ինքը իր ընտանիքի պայքարողն է, չի թողում սատանեն ներս մտնի, ասում է, ստեղ դու բաժին չունես, Հիսուսի անունով չգաս ստեղ, ու թույլ չի տալի, եւ իրավունք ունի թույլ չտալու, որտեւ ինքը Հիսուսի աղջիկն է, մարդի կյանքում պրոբլեմը հետեւյալն է, այսինքն այդ խնդիրը, որ մարդը չի վստահում Աստծո սիրուն, նրա խոստումներին եւ Տիրոջ բարությանը։ Եվ Սուրբ Հոգին այսի ազու բժշկի քո մեջ ու քեզ հաստատի ավետարանին հաստատ հավատալու մեջ ու դու բոլոր պրոբլեմներին կհաղթես։ Փառավորվի Հիսուսը։ Թե հոգևոր եւ թե նյութական եղբայրներ քույրեր։ Ինչպես եղավ, ես Սուրբ Գրքից որոշ օրինակներ եմ ասում, իրական կյանքի օրինակներ, ինչպես եղավ, որ սատանան կարողացավ Ադամին եւ Եվային կուլ տալ, այն էլ դրախտի մեջ, կուլ տվեց, թե կուլ չտվեց, կուլ տվեց պաստորեն, չէ, քանի հատ պրոբլեմ ունեին Ադամն ու Եվան, որ այնքան էին նեղվե, այնքան էին ծանրացել, չգիտեին որ պրոբլեմով զբաղվեն, ստիպված կուլ գնացին, Ադամը դրախտի մեջ քանի հատ պրոբլեմ ուներ, որ չդիմացավ կուլ գնաց, կուլ տվեց, թե կուլ չտվեց սատանան, նրանք Աստծո խոսքը գիտեին, թե չգիտեին, սատանան հարցրեց, ասեց Աստված ինչ ասե, Եվան էլ ասեց ինչ ասե, Աստծո խոսքը գիտեին,
Բա ինչու չկարողացան հակառակվել։ Մի հատ հակառակ խոսք չասին։ Հալած յուղի պես ընդունեցին, այ քեզի բա։ Ուրեմն դրախտում են ապրում Աստծո խոսքով։ Կյանքը դրախտը չի, կյանքը Աստծո խոսքով ապրելն է, հավատքով ապրելն է, փառավորվի Տիրոջ անունը։ Վստահելն է Տիրոջը, այդ սիրով ապրելն է, հավատալն է ավետարանին։ Իրանք էլ կարիք ունեին այդ Աստծո խոսքին հավատալու մեջ հաստատվեին։ Այդ ինձներին կուլ է տալիս Սատանան։ Ինչ կերպերով է կուլ տալիս մարդկանց, մանավանդ հավատացյալներին։ Կերպերը։ Չգիտի երիտասարդներին ինչպես կուլ տալ, թե չգիտի։ Քեզի մոտենալու է այն գայթակղությունը, որը քո կուռքն է, որին դու շատ ես սիրում, այդ կուլ տալու կերպերից է։ Դրանք կլինեն երիտասարդական ցանկությունները, դրանք կլինեն աշխարհի սերը, դրանք կլինեն մարդկային, չգիտեմ ինչ, իմաստություններ ու գիտություններ, Սատանան կուլ է տալիս։ Եթե Աստծո զավակը դեմ է դնում, լինում են խնդիրներ, լինում են հիվանդություններ անբուժելի, եւ մարդիկ կուլ են գնում։ Սատանան կուլ է տալիս։ Դրա համար Սուրբ Հոգին քեզ հաստատում է ավետարանին հաստատ հավատալու մեջ, որ դու կուլ չգնաս։ Կուլ գնացածներն էլ Սուրբ Հոգին։ Ես տեսել եմ, թե ինչպես մռնչող այռուցի պես Սատանան կուլ է տվել երիտասարդին։ Տերը իր ձեռքը երկարացրել է ու նրա կուլ տալուց նրա բերանից դուրս է հանել։ Այդ բարի հովիվ այդպես է։ Երբ որ Դավիթ թագավորը դեռ երեխա էր, մանուկ էր, պատանի էր ու իր հոր հոտերն էր արածացնում, արջ ու այռուց հարձակվում են այդ ոչխարը փախցնում էին։ Եվ Դավիթը վազում էր արջի եւ այռուցի հետևից։ Դուք պատկերացնում եք, երեխան վազում է այռուցի հետևից։ Աստծո շնորհքը տեսեք։ Օծությունը տեսեք։ Երեխան ու այռուցը։ Ու քարով, ասում եմ, զարնում եմ նրան, այ քեզի բան։ Դառնում է, որ պատառոտի այռուցը։ Մուրուքից բռնում եմ, ասում եմ, քարին եմ զարնում։ Ոչխարին էլ ազատում եմ բերանից։ Դրանք բոլորը խորհուրդ են, որ բարի հովիվը թողել է 99-ը, այն որ այռուցը արդեն բերանն առած փախնում է, եկել է, որ քեզի այռուցը բերանից հանի։ Դու հավատում ես նրա սիրուն, նրա խոստումներին, նրա թափած այրանը հավատում ես սիրելի երիտասարդ, թե ոչ։ Այսօր բժշկության օր է, այսօր փրկության օր է։ Ես հավատում եմ, այստեղ հոգիներ կան, որ փրկվելու կարիք ունեն։ Պատանյական պաշտամունքի ժամանակ, չգիտեմ, իմ մեջ այդպես հայտություն է գալի, որ ստեղ էլ տենց հոգիներ կան։ Առաջի գիշերն, առաջի օրն է, որ հավաքվել են։ Պատոկա եկել է առաջի օրն։ Աղոթքի ժամանակ իմ մեջ հայտնություն եկավ։ Հիմա ես պետք է հայտնությունը ասեմ աղոթքի ժամանակ։ Հիմա չգիտեմ ասեմ թե չասեմ, ասում եմ Տեր Աստված, ինչ ասեմ։ Բայց ասի պետք է ասեմ, որ եկելա պետք է ասեմ։ Հիմա ով ինչ ուզում է մտածի, ես պետք է ասեմ։ Ու ինչ ասեց Սուրբ Հոգին։ Ասեց այստեղ հոգի կա, որ մտածում է, որ Տերը իրան ուզում է պատժի եւ շպրտի դժոխք, այդ բառով էլ այդպես շպրտի դժոխք։ Բայց Տերը քեզ ասում է, ես չգիտեմ ասել հոգին ով է, բայց Տերը քեզ ասում է, որ Տերը քեզ ուզում է բժշկի եւ փրկի քեզի։ Աղոթքը վերջացավ, ժողովուրդը գնացին իրանց սենակները, արդեն ուշ ժամ է։ Ես էլ այդպես, չգիտեմ, շրջում էի, թե ինչ է անում։ Հիմա ուզում եմ գնամ սենակ։ Այդ ժամանակ մի պատասխանատու քույրիկ, մի 14 տարեկան աղջկա ձեռք բռնած, մոտեցավ բավրեժ եղբայրս, երեխեն ուզում է քո հետ խոսի։ Աղջիկ ջան, ասի գնա քնի։ Ու ժամը, արդեն գիշերվա 12-ն է, քանիսն է։ Առավոտ կզրուցենք։
Նոր եկեք, գնա հանգստացի։ Ասես մինչև չխոսամ չեմ կարող քնեմ։ Համինքը տարիքով 14 տարեկան էր, սնքրտում էր, երեխու պես լացում էր, հազիվ մի կերպ սնքրտալով պատմեց ու ասեց այդ հոգին ես եմ վրեժ եղբայր։ Ես մտածում եմ ու խոստովանում եմ իր մեղքերը։ Ես մտածում եմ, որ Հիսուսը ուզում է ինձ պատժի եւ շպրտի դժոխք, այդ բառով էլ ասեց։ Փաստորեն Տերը ինձ ուզում է փրկի, հա, դժոխք չի ուզում շպրտի։ Ալելույա։ Ես չգիտեմ այդ հոգինով է ստալիճում։ Տերը ուզում է քեզ բժշկի եւ փրկի։ Փարթուր Տիրոջը ինքը թողել է 99-ին, ուշադրությունը քո վրա է, այրուցի բերանից ուզում է քեզի դուրս հանի։ Եվ ինքը կարող է հանել։ Ուրեմն քո համար աղոթող կա։ Չգիտեմ ով աղոթում քո համար, բայց աղոթող կա։ Ձեր ծնողներն են, տատին է, պապին է, չգիտեմ։ Մի քույրիկի, որ այդ երիտասարդին Տերը այրուցի բերանից հանել էր, պարզվում է, որ իր հայրը հոգևոր ու աղջիկը չափահաս է, ինչ որ պետք է ասել է, բայց աղջիկ ջան ասում է, ես դու չափահաս ես, ես քո ձեռքով ոտքերը չեմ կապելու գցեմ պատվալը։ Ընտրությունը քոնն է։ Ու ինքը առանձնանում է մի ներքին սենակ ու ողբով գալիս է Տիրոջ առաջ, ասում է Տեր, միայն իմ երեխուն դու կարաս փրկես։ Որտեղ պիտի անհավատի հետ ամուսնանար, չգիտեմ ինչ հարցեր էր առաջացել, եւ այդ անհավատը առանց որևէ վիճաբանության հրաժարվում է այդ ամուսնություն, անհավատը։ Ու Տերը ազատում է այդ երեխուն։ Հետո այդ երեխան եկավ եկեղեցի մտավ, ապաշխարեց, մկրտվեց, փառավորվի ճշմարտությունը։ Ուրեմն մեկը քո համար աղոթել է, որ Տերը քեզի այրոցի բերանից հանում է։ Դուք չեք պատկերացնում, բայց ձեր ծնողները, ձեր տատին ու պապին եւ ձեր եղբայրներ կան, որ հայրական սրտով են եւ միայն չեն կարոզում, աղոթում են ձեզ համար, որպեսզի դուք կուլ չգնաք սատանային, սիրելիներ։ Եվ այսօր այդ փրկության օրն է, այսօր այդ բժշկության օրն է։ Ուրեմն ինչու սատանան կարողացավ Ադամին էլ կուլ տալ եւ այն էլ կուլ տալ։ Ուրեմն խնդրեմը հետեւյալն էր, նրանք կասկածեցին Աստծո սիրո եւ նրան խոսքի վրա, որտեւ Աստված ասել էր, որ կյանքը Հիսուսն է, ահա կենաց ծառը, կյանքը ցույց էր տվել։ Բայց նրանք ընտրեցին մեղքի կյանքը, ընտրությունը, մեղքը սխալ ընտրությունն է։ Մեղքը մեղքին հավատալն է, մեղքի ցանկություններին հավատալն է։ Այդ հավատքն է մեղքը, այդ ընտրությունն է մեղքը։ Սիրելիներ։ Եվ խնդրեմը սա էր, որ նրանք Աստծո սիրո վրա կասկածեցին։ Այսինքն դուրս եկա, որ Աստված ասել է այդ պտուղից ուտես կմեռնես, բայց սատանան ասում է ուտես չես մեռնի։ Այսինքն Աստված ձեզ խաբել է։ Ինչու այսօր շատ հավատացյալներ վախենում են հավատքի մեջ խորանան, որտեղ իրանք մտածում են մի քիչ խորանան շատ բաներից կզրկվեն։ Որտեղ դու չես հավատում ավետարանին, դու հավատում ես քո սրտի թելադրած կյանքին, դու ավետարանին չես հավատում, դրա համար վախենում ես խորանաս։ Եվ երբ որ նրանք կասկածեցին, սա էր խնդրեմը, որ սատանան կարողացավ կուլ տալ։ Ինչու սատանան չկարողացավ Հոբին կուլ տալ։ Կուլ տվեց։ Ինչու սատանան կարողացավ երիտասարդների օրինակ եմ ասում։ Երկուսն էլ օծյալ էին։ Խոսքը Սամսոնի մասին է եւ Հովսեփի մասին է։ Ինչու սատանան կարողացավ Սամսոնին կուլ տալ։ Երիտասարդական ցանկություն, հակառակ սեռի միջոցով։ Ինչու։ Եվ այսօր սիրելիներ, շատերը դրա ստրուկն է, որտեղ Սամսոնը ծնողներն ասում են, ես ամբարիշ տան թլպատին դու ուր ես ուզում, Իսրայելի մեջ աղջիկ չկա, որ դու ուզես։ Եվ ինքը ասում էր, որ իմ աչքին հաճելի է, ինձ հաճելի է դա,
գնացեք այդ աղջկան ուզեք։ Ես ուզում եմ իր հետ ամուսնանալ։ Այսինքն իր հավատքը երիտասարդական ցանկությունների ճակերտավոր կյանքն էր եւ կուլ տվեց Սատանան։ Գոնե այդ այռուցի փորի մեջից Սամսոնը աղաղակեց, ասես գոնե մի այս անգամ էլ այցելի Տեր։ Դարձի եկավ եւ Տերը ողորմություն արեց։ Եթե դու կուլ ես գնացես Սատանային, դարձի արի, երբ Տիրոջ հոգին կիշնի քո վրա հիմա եւ կբժշկի քեզ։ Բայց ինչու Հովսեփին չկարողացավ կուլ տալ։ Էլի երիտասարդական ինքը գիտեր հակառակ սեռի միջոցով էր մոտեցել։ Եվ որտեվ Հովսեփը սիրելիներ, որտեվ Հովսեփը ասեց, որ ինձի հաճելի չի։ Երբ որ այդ կինը առաջարկություն արեց Հովսեփին, Հովսեփը ասեց հաճելի չի։ Այսինքն ես չեմ հավատում այդ կյանքին։ Ես հավատում եմ, որ կյանքը Աստծո խոսքով ապրելն է։ Ուրեմն եղբայրներ քույրեր, խնդրեմը, հիմնական խնդրեմը դա Աստծուն չվստահելն է, նրա խոստումներին։ Ինչքան անհավատ է եղել մարդը, որ հազարավոր հրաշքները չի կարողացել մարդին բժշկել անհավատությունից։ Ինչքան այդ հիվանդությունը, այդ վիրուսը խորն է եղել մարդի հոգու աշխարհի, այդ ռակի պես անհավատությունը հոգևոր աշխարհի ռակն է, որ մարդին լրիվ քայքայում է սիրելներ, ուտում է։ Ինչքան մարդը անհավատ է եղել, որ անգամ Աստված իր անձի վրա երթում արեց, երթումն էլ մարդին չբժշկեց։ Եթե դու տենում ես դիմացինը քեզ չի հավատում, մարդիկ երթվում են, չէ՞։ Եվ ամենամեծի անունով, ամենասիրելի անունով են երթվում։ Եվ Աստված իրանից մեծը չկա, իր անձով երթվեց, էլի մարդը չի բժշկվում։ Ինչքան անհավատ էր մարդը, որ ապացույցը միայն Հիսուսը այրունով խոսեց, այրունն է դառը ապացույց։ Եվ ինքը չխնայեց այդ ապացույցը դնելու։ Եվ Հիսուսը բոլոր իր խոսքերը այրունով է խոսում մեզ հետ, որ ասма կյանքը ես եմ, ասма նայի իմ վերքերին, ես քեզ չեմ խաբում, որ ես խաբեի, քեզ համար չէի խաչվի։ Մարդը պետք է գիտակցի, որ ինքը խաբված է։ Եթե դու սիրում ես աշխարհը, եթե դու սիրում ես մեղքի կյանքը, արթնացի, որ դու խաբված վիճակի մեջ ես։ Ամենամեծ վիրավորանքը մարդի համար խաբված ելնելն է։ Չգիտեմ նկատել եք թե չէ։ Որ դու մեկին ամբողջ սրտով վստահում ես ու հանգարց դուրս է գալի, որ քեզ խաբում են։ Դու խաբված ես։ Անկամ ինքնասպան են ելնում մարդիկ։ Հիմա Սատանան այդ սուտը գցել է Աստծո վրա, որ Աստված քեզ խաբել է, բայց ստության հայրը ինքն է։ Դրա համար, որ այդ սուտը չաշխատի, Հիսուսը այրունով փչացրեց Սատանայի սուտը։ Ստության հայրը դրա համար սարսափելի սարսափում է Հիսուսի այրունից։ Երբ որ Հիսուսի այրունով են ասում, Սատանան փախչում է։ Երբ որ դու վստահում ես այդ այրանը, Սատանան այրանը չի կարող հաղթել, պետք է մի սուտ խոսա, որ հաղթի։ Այրանն ինչ սուտ խոսա։ Սատանայի ստերը այրան առաջ չի աշխատում։ Սիրելիներ, ուրեմն դու պետք է հավատաս Աստծո խոսքին, որ հայտնությունը լինի։ Եթե դու չես հավատում, հայտնություն ինչ պետք է անես դու հայտնությունը։ Քեզ հետաքրքրում են մեղքի հայտնությունները, ինչ մեղքի նորություններ կան։ Եվ աշխարհը ամեն օր մի բան հնարում է։ Աստծո ծրագիրը, սիրելիներ, միայն մեր կյանքը դրախտ շինելը չի։ Աստծո ծրագիրը ոչ երկրի վրա ուղակի դրախտ շինի, ոչ էլ տանի, որ դրախտում ապրենք։ Ադամը ապրում էր դրախտում, իմաստը որն էր։ Առանց Հիսուսի դրախտը վերածվում դժոխքի։ Հիշեք սա։ Առանց Հիսուսի դրախտը դառնում է Ադամի համար դժոխք էր դրախտը։ Ինքը դրախտում էր, բայց դառել էր դժոխք, որովհետև ինքը մերժել էր Տիրոջ խոսքը, որովհետև ինքը Աստծուց հեռացել էր եւ ինքը տառապանքի մեջ էր։ Եվ դա Աստծո սերն էր, որ Աստված դրախտից դուրս անեց Ադամին։ Որտեղ մարդը նեղությունների մեջ պետք է ապաշխարեր։ Դա Աստծո սերն էր, որ ապաշխարի, դարձի գա, զղջա, բժշկվի, նոր մտնի դրախտ,
որտեվ Քրիստոս կյանքը վայել է դրախտում վայելելու։ Երկնային կյանքը վայել է վայելել դրախտում։ Բայց դրախտում մեղքի կյանք վայելելը դժոխք է։ Եղբայրներ, քույրեր, ճանաչեք ճշմարտությունը։ Տիրոջ հոգին արդեն քանի օր է բժշկություն ա գնում, ես չգիտեմ, ես երեք նայում էի, տեսնում եմ, որ շատերը հələ դեռ դաշտի մեջ չեն։ Իրանց թվում է, թե ուղղակի այս ծեսերը պետք է կատարվի։ Դրա համար էլ դու ընկել ես քո սրտի ցանկությունների հետևից։ Դրա համար դու զբաղված ես, շատերը զբաղված են։ Շատերը ուրիշ բան են փնտրում, որտեվ Աստծուն չեն տենում։ Աստծո ներկայությունը չեն տենում այստեղ։ Հարցը ֆիզիկական աչքերով տեսնելը չի, հարցը ավետարանին հավատալն է։ Հավատքի աչքերով են տեսնում Աստծուն եւ հաղորդ են լինում նրա հետ։ Եվ նրա հայտնություններն է գալի մեր մեջ։ Սիրելիներ։ Եվ այսօր եղբայրներ, քույրեր, իմաստուն են կսելով հիմարանում են շատ հավատացյալներ։ Եվ մարդիկ իրանց իմաստունի տեղ դրնելով, մտածելով իրանց ճշտերի հետևից եթալով, որ ես ճիշտ եմ, ու հայտնվում են, ընկնում են սատանայի որոգայթը։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, դու քո սրտի ցանկություններից հրապուրված ու խաբված փորձությունների մեջ ես գնացել, չասես Աստված անում։ Բայց Աստված հավատարիմ ուզում է քեզ այդ վիճակից դուրս անի։ Աստծո խոսքին հաստատ հավատացողներն են հաղթում սատանային։ Աստծո խոսքին հաստատ հավատացողներն են զզվում մեղքից։ Ոչ թե հազիվ զսպում են իրանք զսպում են, ոչ թե զսպում են, այլ զզվում են, աղբ են համարում։ Համարում են աղտեղություն, հաճելի չի։ Եվ այս բոլորը գալիս է ճշմարտության հայտնությունից, ճշմարտությունը ճանաչելուց։ Եթե դու աղոթում ես, որ Տերը քեզի բժշկի, մեղքի գերությունից ազատի, քանի հոգի են աղոթել։ Մտքերից ազատի, երիտասարդական ցանկություններից, այ հիմա դա կատարվում է դալեջում։ Աղոթքի պատասխան է տալի Աստված։ Դու մի մտածի, որ Հիսուսը երկնքից պետք է իջնի, գա ու քո սրտից հանի այդ ցանկությունները դու ազատագրվես։ Տերը ուղարկում է ճշմարտության հայտնությունը, դու ճանաչում ես ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ ազատում է։ Մեծ ճշմարտությունն է բժշկը։ Երբ որ ես ճանաչել եմ, որ կյանքը Հիսուսն է եւ մեղքի կյանքը աղտեղություն է, սատանայի աղբանոցն է, այդ ճշմարտությունները մեր մեջ են, այդ սերմը մեր մեջ է, մինչև այսօր մեզ ազատում է եւ հաստատում է ավետարանի հավատքի մեջ։ Սիրելիներ, ուժի զորով չի, ստիպողական չի, հավատքով է։ Դրա համար եթե ոմանց ուժերը վերջացել են, որպեսզի դու հավատքի գաս, ձեռքդ երկարացնես Աստծո խոսքին եւ ասես Տեր ինձ հավատքի մեջ հաստատի։ Այդ իմաստուն են կսելով հիմարեցան, դա սկսվել է սատանայից։ Սատանան, որ հիմարացավ երկնքից սկսած։ Եվ ո՞րն է սատանայի հիմարությունը։ Որ ինքը մերժեց Քրիստոսին, ճշմարտությունը մերժեց։ Աստված հրեշտակներին էլ է իր որդուն հայտնել։ Որդու հայտնությունը աստվածային կյանքի հայտնությունն է։ Ու հրեշտակները մի խումբ հրեշտակներ մերժեցին։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ հրեշտակապետը ինչ օծյալ է եղել։ Երևի մտածում էր, որ ինքն է օծյալը։ Ինքն էլ հավասար է Քրիստոսին։ Եվ ինչու ինքը պետք է երկրպագի, իր հրեշտակները իրան պետք է երկրպագեն, եւ այլն եւ այլն։ Աստծուն հավասար էր ուզում դառնալ։ Իմաստուն են կսելով հիմարեցան, եւ այսօր շատ հավատացյալների տանում է այդ հիմարության։ Երիտասարդական ցանկություններով է խափում, ես իմ ինչ գայթակղություններով է խափում, ես իմ ինչ աղտ ու զիբիլ գտնում բերում է ներկած, զարդարած, կյանքի ֆոն տված, եւ նրանք էլ ովքեր իրանց գիտունի իմաստունի տեղ են դնում, եւ Աստծո խոսքին չեն խոնարհվում, նրանք հիմարանում են եւ կուլ են տալի, այդ խայծը կուլ են տալի։ Եթե այստեղ կան կուլ տված երիտասարդներ, Աստծուն փառք տուր, որ այսօր դատաստանի օրը չէ, այսօր բժշկության օրը։ Ես խոսում եմ
Բայց ես տեսնում եմ, որ Սուրբ Հոգին միայն բժշկություն անում դալիճում։ Ոգևորելու համար չեմ ասում, ինչ որ իմ մեջ հայտնություն է գալի, դա եմ ասում։ Հիմա որտեղ ես նստած, եթե դու կարիք ունես, ասա Տեր, ես կարիք ունեմ այդ բժշկությանը։ Հոգևորը, որ կատարվում է, ֆիզիկականը հետևից է գալիս, եղբայրները հաճախակի ասել են սիրելիներ։ Դրա համար Սուրբ Հոգին քո հավատն է բժշկում, քո հավատքն է քեզի փրկելու։ Քեզի փրկելու է քո հավատքը։ Ստիպողական Հիսուսը քեզ չի փրկելու։ Դու պետք է ճանաչես ճշմարտությունը, ճշմարտությանը հաստատ հավատաս եւ այդ հավատքը քեզ կփրկի։ Հալելույա։ Պատանիների մեջ, որ հոգևոր այս բժշկությունները գնում էր, շատ հրաշալի էր սիրելիներ, այդպես ճաշակում ենք այս բժշկությունները, իրանց մեջ այդպես կարծես խոսքի հայտություններ եկե։ Ես հավատում եմ, այդ սերմը իրանց հետ կաճեն ու կմեծանան, աճեցնողը Տերն է։ Դուք մի մտածեք, որ ստեղից գնում եք, հետո տկարանում եք եւ այլն, այդ սերմերը ձեր մեջ են, այդ սերմերը չի մեռնում, այդ սերմերը աճելու են եւ զորանալու են։ Մի հուսահատվեք եւ սատանայի ստերին մի հավատացեք։ Եվ երբ որ այս հոգևորը գնում էր, ֆիզիկականը հետևից եկավ։ Եվ շատ լուրջ բժշկություններ եղան դալիճում, հենց առաջի օրից։ Մի 13 տարեկան աղջնակ, մեր քույրերից մեկի աղջիկը, ամբուժելի հիվանդությունից բժշկվեց, պսորիազ հիվանդությունից, որը ամբուժելի է։ Իր երկու թևերը արմունկից ներքև եւ վերև լրիվ վերքեր էին։ Եվ ծնկից, ոտքերից, ծնկից մինչև կրունկները նորից վերքեր էին։ Մենք զանգեցինք իրանց տուն, իր մորը ճշտեցինք, բժիշկը նայեց մաշկաբան եւ ես մայր մանուկ ժամանակ մայրը ճամբարում էր, հարցրեցի, ասեց վերքերը չկա, անցել են եղբայր։ Փառք Հիսուսին։ Նույն հոգին է սիրելիներ։ Խո մենք այստեղ հեքիաթ չենք պատմում։ Մենք պաշտում ենք կենթանի Աստծուն։ Եվ մի 15 տարեկան աղջնակի զոբից էր բժշկվել, որը շատ բարդ էր։ Իր տատիկի հետ որ խոսեցի հեռախոսով, ասեց Ռեժեփար 5-6 $6 փող են ծախսինքը Վրաստանից էր եւ այդ երեխեն տառապում էր արդեն քանի տարի։ Ու այդ երեխեն բժշկվեց Փառք Հիսուսին։ Հիմա քո հավատքը բժշկում է Տերը, որ քո հավատն էլ քեզի բժշկի, թե հոգևոր բժշկի եւ թե ֆիզիկական։ Ուրեմն սիրելիներ, ձեր ուշադրությունը թող կենտրոնանա այս խոսքի հայտություններին։ Ուրեմն ո՞րն է հոգևոր բժշկություն ասելով ինչ ենք հասկանում։ Քեզ հաստատում է Աստծո խոսքին հաստատ հավատալու մեջ։ Ուրեմն մի բավարարվի, որ դու հավատում ես։ Եթե դու դեռ տրտնջում ես, եթե դու դեռ հուսահատվում ես, եթե դու դեռ վախում ես, նշանակում է դու ավետարանին հաստատ չես հավատում։ Հաստատ հավատացողները նրանք հակառակվում են ու վախը չի կարողանում նրանց բռնել, ոչ էլ հուսահատությունը, ոչ էլ ստրեսի մեջ են ընկնում։ Հակառակ, սատանան է ընկնում ստրեսի մեջ, մռնչող այռուծադառը։ Որովհետև մի քանի երիտասարդներ իրան հակառակ են։ Բերել է կյանքի գայթակղությունները լրիվ։ Այս երիտասարդները ասում են փառք ես Հիսուս ջան, կյանքը դու ես։ Այդպես մի քանի անգամ ներվայնանում է, բայց ինչ անի։ Ներվայնացել է սերելներ, դառել է մռնչող այռուծ։ Ես տեսնում եմ, որ մենք այս զրույցը որ գնում է, նաև դալիճում հոգու աշխարհում, հոգու աշխարհը Սուրբ Հոգին է ցույց տալիս։ Ֆիզիկապես որ նայում ենք դալիճ, նստարաններ եւ այլն։ Բայց հոգու աշխարհում ես տեսնում եմ սիրելներ, որ պատերազմը ավելի թեժանում է։ Այս որ զրուցում ենք, պատերազմը թեժանում է։ Այսինքն սատանան հասկանում է, որ քանդվում են իր գործերը, իր ստերը քանդվում են։ Աստծո զավակները արթնանում են, ապավինում են Տիրոջ խոստումներին, արդեն իրանց նստած տեղը հակառակ են կենում, պատերազմը թեժանում է,
մռնչող այրուծի տեսք է ստացել սատանան, ներվայնացել է, բայց հորդորում եմ, որ դուք հավատքով բռնեք Տիրոջ խոսքը, հավատքով զորացած արդեն չենք աղոթում, բայց ձեր նստած տեղը հանձնվեք Տիրոջ խոստումներին։ Հանձնվեք Տիրոջ խոստումներին, որ գայլը քեզ չի կարող կուլ տալ, հիվանդությունը, պրոբլեմը, մեղքի հրապուրանքները չեն կարող քեզ կուլ տալ, որտեղ դու հավատում ես Աստծո ավետարանին։ Դու հավատում ես, որ կյանքը Հիսուսն է, նա քո բարի հովիվն է, նա քո հալալ հայրն է, քանի հոգի են հավատում։ Եվ քեզ չի կարող քո հոր ձեռից հափշտակել սատանան, չի կարող։ Ճանաչեք ճշմարտությունը, սիրելիներ։ Այս ճշմարտությունը բժշկում է։ Եվ պատերազմը թեժանում է, որովհետև քանդվում են սիրելիներ սատանայի գործերը։ Բայց կարիք չկա, որ Աստծո զավակները ներվայնանան, ամեն րոպե ասեն, եթե գնա սատանա, Հիսուսի անունով անդու գնա, կարիք չկա։ Դուք ապավինեք Տիրոջ խոստումներին, զորացեք Աստծո խոսքով եւ Տիրոջը փառտվեք։ Հակառակությունը սա է։ Հակառակվել սատանայի նշանակում է, որ դու Աստծո խոստումների վրա չես կասկածում, էսի է հակառակությունը։ Հակառակություն նշանակում է, որ Աստծո խոստումների վրա, թեկուզ Աստծո խոստումները եւ մեր վիճակը հաճախակի չի բռնում իրար։ Նայում ես Աստծո խոսքին, ասում է ես քեզ սիրում եմ, ես քո հետ եմ։ Նայում ես վիճակին, վիճակն ասում է, բա որ Տերը քո հետ է, ես ի՞նչ է քո վիճակը։ Ասում է, թե չի ասում, սիրելիներ։ Հիմա մենք որին հավատանք։ Վիճակին, երևույթին, զգացմունքին, թե Աստծո խոսքին, ո՞րն է ճշմարտությունը։ Ճանաչեք ճշմարտությունը, ո՞րն է ճշմարտությունը, սիրելիներ։ Այն ինչ որ դու զգում ես, թե ինչ որ ասել է Տերը։ Անբուժելի հիվանդությունը քո վրա է, դու տենում ես։ Բայց ճշմարտությունը ո՞րն է։ Ճշմարտությունը Տիրոջ ասածն է։ Խելքս չի ասնում, բայց Տիրոջ ասածն է։ Մենք հավատքով ենք ապավինում։ Հալելույա։ Սատանան էլ ասում է, էս ինչ հավատք է։ Բա որ Աստված քո հետ է, ինչի քեզ չի ազատում։ Ես էլ ասում եմ, Տիրոջն եմ ասում, սովորեք Տիրոջ հետ խոսալ։ Սատանայի հետ մենք հարց չունենք լուծելու։ Մենք մեր հարցերը լուծում ենք մեր Տիրոջ հետ։ Ասում եմ Հիսուս ջան, նախ Աստված հաշվետու չի իր գործերի համար, թե ինչի դու այսքան աղոթում ես դեռ պատասխան չկա։ Ես էլ ասում եմ Տեր, այսպես եմ սովորել, ինչ որ սովորել եմ փոխանցում եմ սիրելներ։ Իմ խելքը քո գործերից չի հասնում, բայց անունդ փառավորվի։ Ես հավատում եմ քո խոստումներին, հանձնվում եմ խոսքին, մեկը հավատում եմ։ Այնպիսի վիճակներ է գալիս, որ պրոբլեմը նայում ես, էսի ոնց որ թե լուծվող չի։ Սրա վերջը չի երևում լուծման։ Այնքան եմ աղոթել, վերջը չի երևում։ Մենակ մի բան եմ ասում եմ Հիսուս ջան, մեկը, որ չանեսել, մեկը հավատում եմ։ Իմ խելքը չի ասնում, բայց հավատում եմ։ Դու ո՞նց կարաս սուտ խոսաս։ Հիսուսի այրոնը չի կարող սուտ խոսալ։ Ընդունեք բժշկությունը, ընդունեք սիրելիներ։ Ձեզ թվում է թե օդի մեջ ես խոսում եմ։ Սա բժշկություն է, Սուրբ Հոգու հայտնություններն են, սրանք մեզի մխիթարում են, սրանք մեզի հաստատում են, զորացնում են, եւ մենք խնդիրներին չենք հանձնվում, հանձնվում ենք Տիրոջ խոստումներին։ Եվ վախը փախնում է, ստրեսը փախնում է, սատանան էլ դառել է մռնչող առյուծի պես։ Ինքը թող որոշի, դա իր խնդիրն է։ Դու հավատքը պահի։ Դրա համար է ինքը ներվայնացել, որտեղ դու չես կասկածում Հիսուսի վրա։ Որ դու չես կասկածում, դու ստրես չես ապրի։ Ոչ էլ կներվայնանաս։ Ասի կարիքեր չկա այդ մտքերի համար, այդքան աղոթել, ծոմով աղոթել։ Այդ մտքերն ինչ են, որ դրա համար ծոմով էլ աղոթենք։ Լուրջ բաների համար ծոմ պահեք աղոթեք, սիրելիներ։ Եվ այսօր շատերը այստեղ այնքան նրբություններ կա, սիրելիներ։ Հակառակորդը միշտ վախով է բռնում։
Բայց երբ որ դու Աստծո խոսքին հաստատ ես հավատում, նրա կրակոտ նետերը քո վրա չի ազդում, որտեվ դու հավատում ես եւ այդ հավատքի վհանը մարեցնում է սատանայի կրակոտ նետերը։ Ինչու է որ շատ հավատացյալներ վախի մեջ են։ Եվ այն աստիճանի վախի մեջ են։ Տունը մի հատ կողքի սենակից թխկոց է գալիս, մի հատ չգիտեմ ինչ ճռոց է գալիս, ասում աման, եղբայր ջան, մեր տուն սատանա կա։ Մի հատ այնտեղ չգիտեմ երեխեն փռշտում է, ես ինչ աման ասում եմ, ստրեսի մեջ է, որտեղ դու ավետարանին չես հավատում, դու դա անհավատության հետևանքներ են։ Հիմա ասում աղոթենք վախը անցնի, հավատքդ պետք է բժշկվի, որ վախը անցնի։ Երբ որ դու հավատաս Աստծո խոսքին, վախը կփախնի։ Ինչպես պատերազմենք վախի դեմ եւ մտքերի դեմ։ Քանի հոգի կան, որ մտքերի պատերազմ ունեն, սիրելիներ, եւ վախի դեմ պատերազմ ունեն։ Հիմնական մտքերը, այդ վախն էլ է մտքերից գալ, անմաքուր մտքեր են, վախի մտքեր են։ Ես իմ ինչ մեկ ասում են եղբայր ջան, աշխարհում էլ այդպես մտքեր չի եկել։ Ամենակեղտոտ մտքերն են գալի, որ աշխարհում էլ այդպես մտքեր չի եկել իմ մեջ։ Հիմա մենք ինչպես պետք է պայքարենք դրանց դեմ։ Ինչպես հաղթել մտքերին։ Այս պատերազմի մեջ ինչպես հաղթել սիրելիներ։ Քանի հոգի կան, որ այդ պատերազմի մեջ են։ Ու տես մարդ չկա, որ այդ պատերազմի մեջ չլինի։ Եթե դու ընտրել ես Հիսուսին, այդ պատերազմը սկսվել է արդեն։ Եվ այդ պատերազմը նշան է, որ դու Հիսուսին ես ընտրել։ Եթե դու Հիսուսին ընտրած չլինեիր, աշխարհում պատերազմ չի եղել մեղքի դեմ։ Աշխարհում կռվում եք մեղքի հետ, հակառակվում եք, հաշտ ու խաղաղ ապրում ենք մեղքի հետ, հավատալու որ կյանքը հետ է։ Ուրեմն սիրելիներ, ուշադիր լսեք, ես ուղղակի ճշմարտություններն եմ փոխանցում, ճշմարտությունն է բժշկելու։ Կարիք չկա, որ դու այդ մտքերի դեմ, այդ վախերի դեմ կռվես։ Այդ պատերազմի դաշտից դուրս եկեք, դա ձեր պատերազմը չի։ Սատանան ուզում է, որ դու մտնես այդ պատերազմի մեջ, որտեղ դու որ մտնում ես այդ պատերազմի մեջ, դու Սուրբ Հոգուն խանգարում ես։ Արդեն դու ես դուրս եկել պատերազմի։ Փոխանակ Տերը, այդ պատերազմը Տիրոջն է, դու Տիրոջից առաջ ես ընկել։ Եվ Աստված չի միջամտի։ Դու պետքա զիջես քո տեղը Աստծուն, դու խանգարում ես Աստծուն, որ կռվում ես խնդիրների հետ, կռվում ես սատանայի մտքերի հետ, կռվում ես հիվանդությունների հետ, դու կարաս դրանց հարցերը լուծես։ Դրա համար էլ այդ վիճակին ես։ Եվ մի քիչ էլ շարունակես, դու եսի ինչ դեպրեսիայի մեջ կընկնես։ Մի քույրիկի, երբ որ Հայաստանից դուրս է, ես չեմ ուզում անուններով ասեմ, ռուսական եկեղեցի էր։ Եվ այդտեղի հովիվը խնդրեց, որ ասեց ինչ կլինի, մեզ մի հատ քույրիկ ունենք, ինքը դեպրեսիայի մեջ է, էլի եղբայր ջան, կքաս մի քիչ հորթորես, ասեցի սիրով, գնացինք այդ քույրիկ ինձ տունը, ինքը բազմազավակ մայր էր, որբևարի էր, սիրելիներ, ամուսինը ննջել էր հավատքի մեջ, հիմա այս քույրիկը ասում եմ, այսպես արցանի պես նստած է, որ ասում ենք աղոթենք, ինքը արցան, ես տեսել եք արցանը ոնց աղոթում, տեսել եք, այդ ենց էր աղոթում, այսինք չեր աղոթում, ասում եմ քույրիկ ջան, ինչ է կատարում, ասում եմ եղբայր ջան, ես սպասում եմ, թե երբ պետք է այդամ դժոխք, ես ինչ փրկություն, ինչ սեր, ինչ խոստմունք, ես դժոխքի մարդ եմ, ինչի, Մի սատանան ոնց է հիմար կկվի տեղ դրե Աստծո զավակին։ Հիմար կկվի։ Ասում եմ դες ոչ կարողանում եմ մաքրվեմ, ոչ կարողանում եմ ազատագրվեմ, ոչ կարող եմ սրբանամ, սուրբերը պետք է թան երկինք, ես ինչ։ Ես նայում եմ ինքը բազմազավակ մայր է։ Ես իմ ինչ մեղքերի մեջ էլ չի։ Իրա մեջ չգիտեմ ինչեր է կատարում, մտքեր է գալի, հին մարդը գլուխ է բարձրացրել։ Բոլոր տեսակի մեղքերը, հպարտություններ են, նախանձություններ են, չգիտեմ ինչ մտքեր են, վերջը, սատանայի ստերը, ասում եմ քույրիկ ջան, չէ ես դժոխք եմ էդ, վերջ,
Հավատացել է, ու նստել ասենց, վախի սարսափի մեջ, դարձել է արձան։ Վարկյան առ վարկյան սպասում է, թե Աստված երբ իր շպրտի դժող։ Հիմա ես ասում եմ քույրիկ ջան, լավ, դու այդ մտքերին չես կարում հաղթես, քո սրտի ցանկություններին չես կարում հաղթես, որևէ մի մեղքի տեսակ կարում ես հաղթես, ասում եմ չէ։ Բայց ասում եմ, դու կողմ ես այդ մտքերին, թե դու հակառակ ես այդ մտքերին։ Չէ, ես ոնց կլի կողմը լինեմ։ Ասում եմ, դու այդ մտքերի հետ համաձայն ես, թե հակառակ ես։ Անմաքուր մտքեր են, մեղքի մտքեր են, վախի մտքեր են։ Դու համաձայն ես, թե հակառակ ես։ Այդ հարցը բոլորիս եմ ուղում, սիրելիներ։ Դե մի այդ քույրիկը հակառակ է ինքը, Աստծո զավակ է, մկրտված, հոգով ջրով մկրտված քույրիկ է։ Միջին տարիքի քույրիկը։ Ասում եմ քույրիկ ջան, լավ դու չես կարում հաղթես, բայց քոնտրությունը ում ես տալի։ Ասում եմ ես Հիսուսին եմ ուզում։ Այ քույրիկ ջան, ասում եմ, բա որ դու Հիսուսին ես ուզում։ Ուրեմն դու Հիսուսին ես, էլ ինչ կա թե չհասկանալու։ Ինչ դժոխք։ Ինչ սատանա, ինչ մեղք։ Եթե քոնտրությունը Հիսուսն է, մարմինը չի դառել հեշտակի մարմին, բայց այդ մեղք, սատանա դրանք փախան արդեն։ Բանտրություն ես արել, նրանք էլ մնան ինչ անեն։ Առավոտից իրիկուն, ինձ տարել են այդ տունը, ժամը 10-ից թե 11-ից սկսվել է, հորթոր աղոտ, արձանը մի քիչ շարժվավ։ Մեկ է տնամ արդեն աշկերը փակում աղոտքի վաղտ։ Արձանը աշկերը փակի հրաշք է, չէ՞։ Ու աղոտ կանի։ Հաջորդ օր եկել էր պաշտամունք, հոյուն ասում, եղբայր արդեն աղոթում է։ Դա ասի փառք Հիսուսին։ Մի տեղերը փոխվեց։ Ստրեսի մեջ ընկավ Սատանեն։ Այս քույրիկը բժշկվավ։ Հավատաց, որ Հիսուսը սիրում է իրան, եւ ինչ որ խոստացել է, դրանք այո եւ ամեն են։ Հալելույա։ Ուրեմն մտքերին ո՞նց են հաղթում, սիրելիներ։ Քանի շաբաթ, քանի ամիս ծոմ աղոթ կանես։ Դու սարեք այդ կռվի դաշտի, դի ձեր կռիվը չի։ Այնքան նախ անհնար է այդ մտքերին հաղթելը, բայց այնքան էլ հեշտ է, շատ հեշտ է ախր, սիրելիներ։ Եթե դու մտքերի հետ համաձայն չես, դու մտքերից ազատ ես։ Միտքը մեղք չի։ Մեղքը, ցանկությունը, դրանք Աստծո դրած օրենքներն են։ Մարդիկ կիրքերի եւ ցանկությունների ենթակա են, եւ դա Աստծո դրածն է։ Մի երիտասարդ եղբայր ինձ խնդրում էր, որ ես աղոթ կանեմ, որ իր մեջից բոլոր այդ կիրքերն ու ցանկությունները դուրս գան։ Ասի եղբայր ջան, ես այդպես աղոթ չեմ անում։ Բա եղբայր ես չազատվեմ, ասացի չէ։ Սատանն է բեր այդ կիրքերն ու ցանկությունները դրեքո մեջ, թե Աստված է դրել։ Այսինքն եթե մենք աղոթում ենք, որ հանի Աստված, ուզում ենք ասենք, ես ինչ սխալ գործ ես արել, դե քո սխալը ուղի։ Բայց դու ասում ես դու ո՞նց պետք է ամուսնանաս։ Պետք է ամուսնանաս, դե չէ, այդ տղա ջան։ Իմի եթե քո մեջ այդ օրենքները չաշխատի, դու ո՞նց ես ամուսնանալու։ Ուրեմն մեղքը էդի չի։ Դա բարի նպատակի համար է, մեղքը նա է, որ դու այդ կյանքին ես հավատում։ Կյանքը էդի չի, կյանքը Հիսուսն է։ Հավատքդ պետք է բժշկվի։ Հավատքդ պետք է փոխվի։ Մարմինը նույնն է մնում, հավատքն է փոխվում։ Ես էլ չեմ հավատում մեղքի ցանկություններին, կիրքերի կյանքին։ Ես հավատում եմ ավետարանի քարոզած կյանքին։ Հալելույա։ Ուրեմն մենք հակառակ ենք մեղքին ու սատանային։ Մենք չենք կարող հաղթել, բայց հակառակ ենք։ Եթե դու հակառակ ես, դու ազատ ես, դու Հիսուսինն ես։ Քո հարյուրավոր պակասություններով, թերություններով հանդերձ։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ուրեմն դուք սատանայի հիմար կկուները չեք, սիրելիներ։ Ոչ էլ թող Կիկոսի պատմությունը սարքի Սատանեն Աստծո զավակների գլխին։ Դուք Հիսուսի տղաներն եք եւ աղջիկներն եք, իր սեփականությունն եք, իր սուրբերն եք։ Սուրբեր գիտեք ինչ է նշանակում։ Դա չի նշանակում, որ էլ թերություն չունես, մաքրվելու տեղ չունես։ Դա նշանակում է,
Տեսեք, կինը ամուսնու համար սրբություն է։ Այսինքն միայն ամուսնուն է պատկանում։ Եվ ամուսինը կնոջ համար է սրբություն։ Իմ երեխաների համար սրբություն են, ինձ են պատկանում, հարյուրատ թերությունն են, բայց իմն են։ Դու Աստծո սուրբն ես, նշանակում է դու պատկանում ես Հիսուս Քրիստոսին։ Ինչ ճանապարհով, ինչ միջոցով։ Ոչ թե վիճակի միջոցով, այլ ընտրության։ Եթե քո ընտրություն, քանի հոգի կան, որ իրանք շատ աճելու, մաքրվելու տեղ ունեն, բայց իրանց ընտրությունը տվել են Աստծո խոսքին, թող ձեր բարձրացնեն դրանք, սիրելիներ, ես էլ եմ ձեր բարձրացնում։ Համոզված եք։ Ուրեմն դու իր սուրբն ես, իրան ես պատկանում, ալելույա։ Անառակ որդի, որ ընտրությունը բերեց Հիսուսին, իր հորը, հայրն էլ ասեց որդիս, ուրեմն դու իմն ես, փոխել է, շորերը փոխել է, մաքրել, լողացնել է, հետո սկսվեց։ Բայց ինքը դառավ, ինքը որդին է, պրոբլեմները հետո լուծվեցին։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Ուրեմն մենք հրաժարվում ենք սատանայի ստերից, չենք էլ ուզում կռվենք դրա հետ, մենք պետք է հավատքով զորացած մեր Տիրոջը փառտանք, ամեն սիրելիներ, մենք պետք է երկրպագենք իրան և աղոթեք, որ Աստված ձեզ հաստատի իր խոսքերին հավատալու մեջ, էսի կլինի ձեր հաղթությունը, Աստծո առաջ կլինի ձեր արդարությունը, կլինի ձեր հաղթությունը և կլինի, որ դուք խոստումները կվայելեք անգամ երկրի վրա։ Ես հավատում եմ ավետարանին, իմ մեջ կա հաստատություն, բայց ես զգում եմ, որ կարիք ունեմ արմատները ավելի խորանա, և ես աղոթում եմ Տեր, իմ կյանքի շատ մասը անցել է երկրի վրա, վերջի ժամանակներ ինչքան որ դու սահմանել ես, իմ ներսը հաստատ հավատքով փառավորի քեզ, մինչև վերջ, ալելույա։